Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է։ Բոլոր լսողները զարմացան այն բաների համար։ Ղուկաս 2:18 Մենք չպետք է դադարենք մեր Աստծո մեծ հրաշքներով սքանչանալ։ Շատ դժվար է գծել սահմանը սուրբ հիացմունքի և ճշմարիտ երկրպագության միջև, որովհետև երբ հոգին հեղեղված է Աստծո մեծափառության ճոխությամբ, գուցե այն չկարողանա արտահայտվել երգելով կամ նույնիսկ գլուխը խոնարհած շշուկով աղոթելով, սակայն կարող է լուռ երկրպագությամբ հիանալ։ Մեր մարմին առած Աստծուն պետք է երկրպագել որպես սքանչելի։ Եսայի 9:6 Այն փաստը, որ Աստված ուշադրություն է դարձրել իր կործանված արարածին, մարդուն, և նրան կորսյան ավելով սրբելու փոխարեն որոշել է անձամբ դառնալ մարդու փրկիչն ու վճարել նրա փրկագինը, իրոք որ զարմանալի է։ Բայց յուրաքանչյուր հավատացյալի համար փրկագնումն առավել սքանչելի է, երբ այն անձնական է դառնում։ Հիրավի շնորհքի հրաշք է այն, որ Հիսուսը թողեց իր թագավորական գահը ու իշխանությունն այնտեղ վերևում, որպեսզի քեզ համար խայտառակվի և չարչարվի այստեղ, ներքևում։ Թող քո հոգին զարմանքից կորցնի իրեն, որովհետև այս տեսակ զարմանքը շատ տեղին և օգտակար զգացմունք է։ Սուրբ հիացմունքը քեզ կմղի երախտագիտությամբ երկրպագելու և անկեղծ սրտով գոհանալու նրանից։ Այն քո մեջ ակնածալից զգոնություն կառաջացնի, և դու կվախենաս մեղանչել այդպիսի սիրո դեմ։ Զգալով ամենակարող Աստծո ներկայությունը նրա թանկագին որդու պարգևի մեջ, դու կհանես քո կոշիկները, որովհետև այն վայրը, որտեղ դու կանգնած ես, սուրբ հող է։ Ելից 3:5 Միևնույն ժամանակ դա քո մեջ փառքի հույս կարթնացնի։ Եթե Հիսուսն այդպիսի սքանչելի բաներ է արել քեզ համար, ուրեմն դու կզգաս, որ երկինքն այլևս չափազանց մեծ չէ քո սպասումների համար։ Ով կարող է որևէ բանի վրա ապշել, երբ արդեն մեկ անգամ ապշել է մսուրի և խաչի վրա։ Ինչ ավելի սքանչելի բան կարող է ակնկալել Փրկչին տեսնելուց հետո։ Թանկագին ընթերցող, գուցե քո հանդարտ և լռակյաց կյանքում դու հազիվ թե ի վիճակի լինես նմանվելու Բեթղեհեմի հովիվներին, որոնք պատմում էին այն, ինչ տեսել ու լսել էին, սակայն դու գոնե կարող ես համալրել աթոռի մոտ երկրպագողների շարքերը, սքանչանալով Աստծո արարածներով։